Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 28, Հիսուսին նայելով, Եբրայեցիներին 12:2 Սուրբ Հոգու անընդհատ աշխատանքը մեր ուշադրությունը մեզանից դեպի Հիսուսը սևեռելն է։ Սատանայի աշխատանքը հակառակն է, քանի որ նա միշտ ձգտում է անել այնպես, որ մենք նայենք ոչ թե Քրիստոսին, այլ մեզ։ Նա շողոքորթաբար շշնջում է. Քո մեղքերը չափազանց ծանր են, որպեսզի ներում ստանաս։ Դու հավատ չունես, քո ապաշխարությունը բավարար անկեղծ չէ։ Դու երբեք չես անցնի քո ասած դրված մրցասպարեզը, չես կիսի Աստծո զավակների ուրախությունները, դու ամուր փոխհարաբերություններ չունես Հիսուս Քրիստոսի հետ։ Այս ամենը մեզ է վերաբերվում։ Մենք չենք ունենա ոչ սփոփանք, ոչ փրկության վստահություն, եթե ուշադրություն դարձնենք դրան։ Սակայն Սուրբ Հոգին մեզ շեղում է սեփական եսից, ներշնչելով մեզ, որ մենք ոչինչ ենք, բայց որ ամեն ինչ ու ամեն ինչում Քրիստոսն է։ Հիշիր, ոչ թե Քրիստոսի հետ քո փոխհարաբերություններն են քեզ փրկում, այլ Քրիստոսը, ոչ թե Քրիստոսում քո ուրախությունը, այլ նա։ Եվ նույնիսկ ոչ Քրիստոսի հանդեպ հավատը, որ փրկության գործիքն է, այլ նրա արյունն ու արժանինքները։ Այդ պատճառով նայիր ոչ թե ձեռքին, որով բռնված ես Հիսուսից, այլ հենց իրեն, ոչ թե սեփական հույսիդ, այլ Քրիստոսին, որպես այդ հույսի աղբյուրի և վերջապես ոչ թե սեփական հավատիդ, այլ Հիսուսին, որպես այդ հավատի հեղինակի ու կատարողի։ Մենք երբեք երջանկություն չենք գտնի, եթե նայենք մեր աղոթքներին, մեր արարքներին, մեր զգացմունքներին։ Հոգու խաղաղությունը կախված է ոչ թե նրանից, թե ով ենք մենք, այլ նրանից, թե ով է Քրիստոսը։ Եթե ցանկանում ենք հաղթել սատանային և խաղաղություն ունենալ Աստծո հետ, դրան կարելի է հասնել Հիսուսին նայելով։ Աչքերդ մի հեռացրու նրանից, թող նրա մահը, տառապանքները, արժանինքները, միջնորդությունը և փառքը թող չջնջվեն քո հիշողությունից։ Առավոտյան արթնանալով նայիր նրան, երեկոյան անկողին մտնելիս նույնպես նույնն արա։ Քո վախերին ու հույսերին թույլ մի տուր տեղ զբաղեցնել քո և Հիսուսի միջև։ Հետևիր նրան, և նա երբեք քեզ հուսը խաբչ չի անի։ Իմ հույսը միշտ և հավիտյան հիմնված է Քրիստոսի արյան վրա։ Չեմ հանդգնի փառաբանել ես ոչ ոքի, բացի միակ ու մեծ Փրկչից՝ Տեր Հիսուսից։